Նայեք, Ժողովյան, ինչ վիճակ հիմա մենք ունենք։ Պատկերացրեք կենսաղային վիճակ ձեր ընտանիքում կամ հարևան ընտանիքում, հիմա երեխան դպրոցից գալիս է, ասում է ինչ է ստացել։ Ուրախորը ասում է պապա ջան մեկ։ Պապան էլ ասում է ապրես, տղասես ինչ լավ տղայես, մի հատ էլ համբուրում է, մի հատ էլ շագալատա տալես։ Հաջորդ օրը երեխան, որ գնա դպրոց, ձգտելու է ինձ տանը։ Չի ձգտելու։ Էլի մեկ ստացած գալով է, մաքսիմում երկու այսպես տատանվել է։ Հիմա մենք ինչ վիճակ ունենք Հայաստանը։ 18 թվականին ընտրություն ա եղել, ընտրվել է Նիկոլ Փաշինյանը, ընտրվել է վարչապետ։ Ինչ խոստացել է, լրիվ ձախողել է։ Լրիվ։ Պատերազմ, կորուստներ, զոհեր եւ այլ եւ այլ։ Եկել է 21 թվականը ժողովուրդը ասել է ապրես։ Հա, թեկուզ հարիկ ես, բայց ապրես, ոնց որ ընդունում ենք, փաստացի սա է։ Ընտրությունների ձայները նշանակում է, գնահատում են այդ մարդու աշխատանքը։ Չի ուրիշ բան չկա, հիմա պարզ խոսանք է, որ ասում ծուր նստենք, ճիշտ խոսանք, սա է։ Մեր ժողովուրդը իրենց ձեռով գնացին եւ մեկի գիտելիքներ ունեցողին գնահատականը եղավ 50%-ից ավել։ 50 պլյուս 53 թե 54%-ի մոտ է։ Հիմա եկավ խոստումներով, ինչ ասեց, հա, այս բաները եղավ, այս պրոբլեմները եղավ, ճիշտ է սխալվել եմ, կարելի էր ուրիշ ձևի, բայց սիրելով եմ սխալվել, ժողովուրդ ջան, ձեզ սիրելով եմ սխալվել։ Ունեցանք Ղարաբաղի կորուստ, լրջագույն պրոբլեմներ, հողերի կորուստ, եւ հիմա կրկնվում են նորը։ Հիմա եւս գալիս է եւ ասում է ինձ ես խոստումների հետ կապ չունի, ես այդ խոստումները տվել եմ ժողովրդին, բայց ես խոստումները atveçay չեմ կոպիտ ասած։ Սա այնքան աբսուրդ վիճակ է։ Իմ մոտ որևէ տրամաբանական շղթայի մեջ այս ամենը չի տեղավորվում։ Հիմա մենք նորից ասելու ենք, դե խեղճ Շարիֆը ինչ անի, նորից ասելու ենք, Ալիև չկա, նախկիններն են մեղավոր, չգիտեմ Էլովա մեղավոր, նույն ճանապարհով մենք պատրաստ ենք գնալ։ Ես պատրաստ չեմ։ Հիմա ձեզ ասում ենք, կա թիմ, որը պատրաստ է մտել է պայքարի մեջ, որը ցույց է տվել այս 5 տարվա ընթացքում իմիջիալոց ինչ ասել են ճիշտ է դուրս եկել։ Իրականում մենք ես ուղղակի հիշեցնեմ 21 թվականի դիմադրության շարժման ժամանակ Երևանում Ֆրանսիայի հրապարակում բողոքը ինչի վրա է։ Վարչապետը հայտարարեց ազգային ժողովում, որ Ղարաբաղի հարցում նշաձողը պետք է մի քիչ իջեցնենք։ Մենք միանգամից հասկացանք սա ուր է գնամ։ Դուրս եկանք պայքարի, բավարար աջակցություն չստացանք։ Եվ նույն տարվա ընթացքում 2022 թվականին հոկտեմբերի, արդեն հոկտեմբերի 6-ին գնաց եւ ստորագրեց ճանաչեց Ղարաբաղ Ադրբեջանի մասը։ Եվ այդտեղից ամբողջը սկսեց։ Եվս մեկ ցիկլ Ղարաբաղի դատարկման։ Հիմա մենք ձեզ ասում ենք, եթե 26 թվականին Նիկոլ Փաշինյանը ընտրվի, մեր ապագան արևմտյան Ադրբեջանը։ Սյունիքի վրա մեծ հարցական է, թե կմնա, թե չմնա։ Շատ մեծ հարցական է։ Խաղաղությունը, որը մեզ փորձում են ծախել, խաղաղություն չի։ Սա խաղաղություն այնքան ժամանակ, քանի որ որևէ երաշխիքներ չկա, ինչքան ժամանակ Ալիևը համարի, որ իրեն հարմար է այս խաղաղությունը, իրեն ձեռ է տալիս այս խաղաղությունը։ Մենք սա մերժում ենք, մենք չենք կարող սրա հետ համաձայնվել։ Հույսով ենք, որ նաև ժողովուրդ այս երրորդ ցիկլով արդեն նաև ջոկել է, թե ինչ է կատարվում, ում հետ գործ ունել։ Բազմաթիվ անգամ ասել է, եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ ճիշտ այն, ինչ արվում է մինչ այսօր։ Մեկը մեկի
մեկ ես մտածում եմ լավ կարող էր էլի ինչ-որ վատ բան աներ, որ չի արել։ Ոնց որ ֆանտազիաս չի երևում, չկա, ինչ հնարավոր էր անել, ամեն քայլափոխին էս մարդը արեց։ Հիմա մենք հաշտենք դրա հետ։ Հաշտենք, չէ՞։ Հիմա ես դրա վրա մի քիչ շատ լրջացրեցի, փորձեմ մի քիչ հետ բերել, մի հայտնի մի մարդ կար Հայաստանում, հայտամշակման նախարարություն կան այն ժամանակ։ Նա նախարար էր, բան շատ հայտնի մարդ է, նախկին ՑԿ-ի վարժնի վարիչ էր։ Հիմա վարորդը այդ մեքենայով գնում էր, այդ վարորդը մեկ էլ Սևանի տրասայի վրա էր, այդ լավ գիտեմ, որ մարդին լավ է ջերմ։ Հիմա հանկարծ սենց բան արեց, ասեց լատոկները շատ էին, ասեց կահանի, դուց վրեն գորրած, այդ մարդը տորմուս տվեց, մեքենան սենց կաղնեցրեց, ասում հետ քշի մի 50 մետր։ Այդ վարորդը հետ ակշել։ Ասում անդե երկու փոս կա, թողել ես, մոռացել։ Մի հատ այդ փոսերով էլ քշի։ Հիմա այսօրվա մեր վիճակն է, հիմա փոս չմնաց։ Այս երկիրը ինչքան հնարավոր լատոկներ կար այս քաղաքացիության մեջ, ինչքան հնարավոր լատոկներ կա աշխարհաքաղաքական ինչ-որ այս պրոցեսներում, ամենտեղ sense մեզ մռութոպսի մեջ։ Հիմա Ռուսաստանը հետ է սկսել։ Հիմա դուք եթե հետևեք, թե ինչ կարգի ելույթներ են ունենում Ռուսաստանում ազդեցիկ պաշտոնյաներ, ոնց են գնահատում իրավիճակը, սա լավ տեղ չի բերում։ Իմ ակնկալիքը, որ բավական լուրջ խնդիրներ են ունենալ։ Հետևում եմ այս անուն, լավ եմ ճանաչում այդ երկիրը։ Կհամբեր են, հետո ռուսերեն ասած մալը не покажется։ Բայց գինը Փաշինյանը չի տալու։ Գինը մեր ժողովուրդն է տալու։ Ինքը արդեն սովորել է, որ ինքը կարող է պրոբլեմը ստեղծի, այդ թութուն ուրիշ կողմը այդ բանը, այդ արդյունքների հետ արդեն առնչություն ունենա մեր ամբողջ ժողովուրդը։ Հետո ինքը հանգիստ գալով է, ժողովուրդ ջան, ձեզ սիրում եմ, դուք չեք պատկերացնում, որ այս ամենը սիրելով եմ արել։ Սիրելով եմ արել։ Երեք հանրահավաքի ժամանակ այդ մարդակերների սերի մասին ասացի, մանրանք էլ են սիրում։ Բայց ուրիշ բանի համար։ Հիմա եթե մենք հասիբ ունենք, եթե մենք մտահոգված ենք մեր երկրով, եթե մենք մտահոգված ենք այս փոքրիկների ապագայով, թույլ չպիտի տանք, վերջը ձեռից պիտի բռնենք, ասենք ոչ միայն ձեռից, այդ մռութ բառը չեմ ուզում օգտագործեմ, բայց մեկը օգտագործեցի, չէ՞։ Պիտի ասենք ստոպ, երիկա։ Եվ դրա համար ինչ պետք է անենք։ Մի հատ ինձ ուշ եկա, հունիսի 7-ին ինչ ենք անել։ 17։ Հունիսի 7, համար 17։ Միասին կարող եք և ոչ միան դուք։ Հարևան, ընկեր, բարեկամ, բոլորի պետք է համոզեք, որ այսպես շարունակել չի կարելի։ Ոնց որ մենք հերթական փորձությունների համար, հերթական պրոբլեմը ստեղծելու համար էլի գնանք մարդու բանան, ինքը պրեմիա տակ, ասեք ապրես, ամոթ հավատ, ես լուսերով չի, անցած ընտրություններին օբյեկտիվ ունենք, իսկապես մարդի գնացել է ձայն են տվել, գնացել և ձայն են տվել, և ամեն մարդով ձայն է տվել Նիկոլ Փաշինյանին, թող մի քիչ մտածի, թե ինչ հետևանքներ է սա բերում։ Մեղադրանք չի, բայց զգաստանալու կոչ է, որ նույնը ևս մեկ անգամ մենք չանենք։